Գեղանուշ գյուղի հարևանությամբ տեղակայված Գեղանուշի պոչամբարի վերաշահագործմանը զուգահեռ, ինչպես գեղանուշցիներն են ասում, այս գյուղում նոր թափ առավ ամենատարբեր անհաջողությունների ու փորձանքների շղթան։ Պոչամբարը իրենց գյուղի համար իսկական չարիք ու պատուհաս համարող գեղանուշցի Ամալիա տատը, ով մի ամբողջ կյանք այս գյուղի ավագ բուժքույրն էր, այսօր տարակուսած է ու շատ մտահոգ։ Այն ձորով եկած տները բոլորը գյուղի ներքևի շարք տները բոլորը մահացել են ուռուցքով։ Ծնվում են հիվանդ, ծնվում են հենց ծննդատնից ստանում են պրյամոյ մանկականը։ Թեև չկան արված համապատասխան առողջապահական ուսումնասիրություններ եւ չկա հստակ թվեր, բայց բժիշկ Սարիկ Աթաջանյանի համոզմամբ առանց այդ էլ ակնհայտ է մանավանդ ուռուցքային հիվանդությունների աճը։ Գեղանուշի բնակչության կեսից ավելին ունի առողջական լուրջ խնդիրներ։ Այսօր խնդիր է դարել օստեոպարոզը, ոսկրանյութի հիվանդություն է դա, որը կապված է կալցիումի պակասություն օրգանիզմին։ Պատճառներից մեկն էլ այդ ծանր մետաղներն են։ Բավականին բարձրացել է չարորակ նորագոյացությունները։ Պակաս մտահոգ չէ նաև գեղանուշցի 38-ամյա Խորենը։ Նրա համար աշխատասիրությամբ Գեղանուշ համայնքի այս տարածքը վերերացվել իսկական ֆերմայի։ Այստեղ կողք-կողքի բազմանում էին խոզեր, հավեր, հնդկահավեր եւ մեղուններ։ Աշխատանքն էլ միշտ եռում էր։ Բայց այսօր գոմերը դատարկ են, անելիքներն ու նպատակները անորոշ եւ անհասցե։ Խոզաբուծություն է անում, հավեի պահում, 6 մայր խոզ առաբերեցի ու որը հերթով անցենք ծննդաբերության ժամանակ, որը բաներ անում, իր ձակերը բոլորը աչքերը փակ չէին կարողանում շարժվեին, ինվալիդ մի կոպիտ ասած, ինվալիդ։ Հակառակ Խորենի նախաձեռնողականությանը եկամուտ չէր բերում նաև շուրջ 700 հավից բաղկացած թշնաբուծությունը։ 700 հատ հավի մոտիկ պահում էի ու միջինը 45-40 ձու։ Սա առեղծված կամ գաղտնիք չէ, այս ամենի պատճառը Գեղանուշում բոլորը գիտեն։ Գյուղ ասելով առաջինը մտքիդ եկած մաքուրոթը, անարատ պանիրն ու մածունը, զուլալ ու պաղջրերն այստեղ արդեն անդարձ անցյալ են։ Ճառագայթում եք, ուտում եք, խմում եք, բայց ճառագայթում եք։ Անասունի կաթը որ կաթա են էլ մեզ վնասա։ Մեր ջուրը շատ կեղտոտ, սարից է գալիս, որ նայես շշերի մեջ լցնում եմ, շշերը լրիվ կեղտոտ։ Կեղտա ջուր եք խմում, ոնց այնտեղից կեղտն է գալիս սարերի անասունների կեղտը, այստեղից էլ ճառագայթն է գալիս, ոնց կլինեք։ Բնությունն էլ ասես երեսը թեքել այս գյուղից, Պոչամբարի պատճառով հրաժարվելով այս տարածքում գտնվող իրենց բերի հողերից, ողջ տարին աշխատում են իրենց մնացած այլ հողակտորներում, սակայն հողը վարձահատուց չի լինում։ Հենց մեր այդ ճառագայթման կողքին այգի ունեիք, այնտեղից թողել եք այդ այգին, չեք ցանել, ծառերը լիք ամեն ինչով, կերասը մեր գյուղում որպես բան վերացել է, մի անգամից, 61 տարի այս գյուղում ապրում եմ, չեմ տեսել, որ պոպոկի ծառը պոպոկ չվերցնի, 2 տարի է պոպոկը երես չեք տեսնում։ Երբևէ չտեսնված ու չլսված, բայց վերջին տարիներին իրենց գյուղում ի հայտ եկած նորույթների շարքը զարմանքով ու առանց բացթողման շարունակում է ներկայացնել Ամալիա տատը։ Այ այս վիճակում է, մեր գյուղի ամեն ինչ, ոչ մի տարի սենց չեք տեսել։ Արդեն երկար ժամանակ է, ինչ անհաջողությունները նաև Խորենի ուղեկիցն են դարձել։ Թեև նա հեշտ հանձնվողներից չէր, բայց այս դեպքում պայքարելն արդեն անիմաստ է։ Խորենը մի ամբողջ կյանք նվիրել է մեղվաբուծությանը, մեղուներն էլ դարձել էին իր ընտանիքը կերակրողն ու պահողը, միջև որ Մեղուները մի ամսա մեջ չվերացան։ Մոտ 1.600.000, 1.500.000 տենց մոտիկ։ Ու ոչ մի փոխհատուցում։ Փոխհատուցում ակնկալելու փոխարեն Խորենն այսօր հիասթափված է ու շատ հուսահատ։ Գոմերը դատարկ, խոզերն էլ վերացրեցի, հավերն էլ վերացրեցի, փեթակներն էլ դատարկ։ Ամալիա տատն էլ ոչ միայն փոխհատուցում չի ակնկալում, այլ լսելով Գեղանուշի Պոչամբարի հյուսիսային պատնեշի ստատիկ կայունության նպատակով ամրապնդման նախատեսվող աշխատանքների մասին լուրերը, համոզված է, որ դրա անվան տակ Պոչամբարի ծավալներն են ընդլայնում։ Որ մեկ շուտ մահանակ, դրա համար են բերում, Պոչամբարը բերում է, որ մեզ սպանեն։ Գեղանուշցին այսօր փաստացի կռիվ է տալիս ոչ միայն Հայաստանի բոլոր գյուղերին հատուկ սոցիալ-տնտեսական խնդիրների դեմ, այլև դատապարտված է կրելու Պոչամբարի ազդակիր համայնքի դժվարին բեռը։